Մեր այգում դուրս եկա տեսա քամին անշնորհքություն արել, թափելա տերևները։ Ես էլ ասի հավաքեմ, որտեվ սիրուն չի տգեղա։ Հետո որ մի բան թափածը լի, ես պարտադիր կարգով պետքա դա հավաքեմ, գյուղը բոլոր գիտին զավ ճանաչում, հա։ Ես միայն հանգստանում եմ, գիտես երբ ես հիմարի մեկը գնա, որ տերևները թափում, կեղտոտալում, տես ընդեղ վեր եմ կացել, ընդեղ կարգավորել լոբիների մեջը, տերևները քամին դպել էր, տապել էր։ Այն հավաքել եմ, հետո նայեցի, չեմ կարա ես հանգստանամ, պետքա հավաքեմ։ Օձունի այսպես կոչված ինտելիգենտների թաղամասի ծաղկաշատ ու մրգաշատ այգուց ընկեր Մարուսյան հեռացնում է աշնան արևից թոշնած թափված տերևները, որ մի տեսակ անխնամ տեսք են տալիս իր ձեռքով մշակած ու փայփայած այգու անկյուններին։ Գյուղի ամենատարեց բնակիչն է ընկեր Մարուսյան, երկարամյա մանկավարժ, որ շուրջ 50 տարի կրթել ու դաստիարակել է սերունդներ։ 94 տարեկան, այո, անհավատալի է, չէ, որ գրեթե մեկ դար ապրած կինը այսպիսի արագաշարժությամբ ու կոկիկությամբ կարողանում է աշնան այգին խելքի բերել, որ հանկարծ անցնող դարձողը, հատկապես իր նախկին աշակերտները չնկատեն, թե ընկեր Մարուսյան էլ առաջվանը չի, որովհետև ինքը ամեն բացվող օր ավանդույթի ուժով ժպիտով դիմավորում ու ճանապարհում է նախկին աշակերտներին։ Բայց լավ ուսուցչու եմ եղել, լավ քեզ նման երեխեք եմ դաստիարակել, անգլերեն էլ սովորացրել։ Ազես, հա, զուլում եմ։ Ուրիշ տեսակ եմ, բայց շատ սիրում եմ այն երեխեքը, որ անցնում են, ես դրանից այնքան գոհ եմ, առանց բարև տարելու, առանց մի հատ կանգնելու, մոտենալու, անգամ համբյուրելու, շատ լավ եմ եղել հետները։ Գյուղում տենց մարդ չկա, որ անցնի բարև չտա, ես գոհ եմ դրանից, աղջիկ ջան, քեզ էլ այդ տեսակ մի երջանկություն եմ ցանկանում, որը տես ստատիկ դառնաս։ Այսօր ես 93 տարեկան եմ, կասես, չես ասի։ Դե այդ սպիտակ մասերը տղես ուզումա ներկում էին, ասի միգ ներկի, թող բոլորն իմանան, որ ես այս հասակում եմ, չեմ ուզում խափեմ։ Ազնվության միակ բանն եմ, խափող չլի ոչ ինձ, ոչ էլ ես խափեմ։ Ազնվությունը նրա կյանքի առանցքային արժեքն է, ու ինքն էլ միշտ իր աշակերտների մեջ առաջին հերթին դա է սերմանել։ Սովորեն, թե չսովորեն, դա ընտրության ու կարողության հարց է, բայց ազնիվ մարդ պարտավոր են լինել։ Գուցե հենց դրա շնորհիվ էլ նրա հեղինակությունը անփոփոխ է մնացել թե օձունում, թե օձունից դուրս, իսկ երկարակեցության գաղտնիքը շատ աշխատելն է, պարապ չմնալը։ Ես էլ բավականին մեծ եմ, 31 թիվ եմ։ Պատկերացնում եք 31 թիվը կրանա, որ տերևները չլինի հողի վրա գեղեցիկ լի այգին։ Տեսնում ես ոնց համակուր։ Երեկը տեղ կանգնեցի բոլոր բաներն արի սրա, ես լոբու որ պետք է թափի։ Բոլորը հավաքեցի, որ առողջ վեր կենամ տակները բան չլի։ Տես լոբու տակին ոչ մի տերև չկա։ Այ այդ տիպի եմ, բայց դրա համար էլ երկար եմ ապրում, այ այսօր 31 թիվ եմ, հլա ինչեր եմ անում, աշխատանքնա, որովհետև մարդիկ գնում են ֆիզկուլտուրայով զբաղվում, կրանում, իջնում, ես դա չեմ անում, ֆիզկուլտուրայա էլի, ընդեղից նայում եմ, ստեղ տերևներ կա, տես, եկա տես տերևները կա, արագ հավաքեցի, ոնց որ իմանայի, որ հույր ա գալու, տերևները քամ երեգել, առաջի հերթին վարդի տակն եմ հավաքել, դա ինձ պահում է երիտասարդ, լավ քայլում եմ, չեմ հոգնում, ոտքով ճանապարհ եմ գնում։ Նրա տունն ու տնտեսությունը շողշողում են, ու եթե խոշորացույցով անգամ շրջես ամբողջ տան տարածքով, դժվար թե կարողանաս մի թափած բան գտնել, ամբողջը ինքն է անում, օգնող ձեռքեր չունի, թեպետ ասում է հարկավոր էլ չի։ Տարիքով 94 տարեկան է, բայց հոգով ու մարմնով 60-ը դեռ չի հատել։ Այս տարիքի կին է, բայց մաքրությունը ճիշտ ու ճիշտ ասված է ընկեր Մարուսյանի համար։ Ես մաքուր եմ ելել միշտ։ Ին ոտքը ոչ ցեխոտ ա եղել, ոչ ուզեցել եմ մեկին վատություն անեմ, պետք անպայման լավություն։ Դե ես ինչ գիտեմ, չգիտեմ։ Հիմա էլ որ ասենք ես դուրս եմ գալի, զգում եմ, որ միտեղ կեղտոտա պետք է առաջ հերթին ավիլը վերցնեմ, այդ տեղը պետք է մաքուր լինի։ Հնարավոր չի դա։ Ընկեր Մարուսյան ոչ միայն հարգված ու սիրված մանկավարժ է, լավ մարդ, այլ նաև սիրված ու գնահատված մայր իր 3 երեխաների կողմից։ Այնքան լավը, որ տղան վերջերս էմիրություններից եկել է, թողել ընտանիքը, որպեսզի մայրը մենակ չմնա։
Հիմա սրա վրա նեղանում եմ, մերեկ կռվել եմ, ասեմ լսի, օրինակ այդ աղջիկը ինչով է մեղավոր քու կնիկը, որ դու մերդ մենակա եկել ես պահում է, բայց նա վարձով տանը ապրում, են էլ հորանոցում։ Ասում ես մենակ կմնամ ավելի լավ է, ասում բա ոնց ես քեզ ոնց մենակ թողամ, մեծ ես, ասում ինձ էլ վեկալ տար, կտանես ընդեղ, ես խելոք մի անկյունում կնստեմ, իմը դա է։ Ինչի համար նեղանամ, գնացել եմ, որ կռվեմ, իրարից բաժանեմ, ես այդ բնավորությունն ոչ պարծենում եմ, ոչ մի բան հիմա էլ ասեմ Աշոտ, ընտանիքդ, կինդ, մենակ է, էնել հյուրանոցում, սխալ ես անում։ Մարդկային բարձր հատկանիշներով օժտված տատիկ, որ կյանքի մայրամուտին անգամ միայն իր մասին չի մտածում, անգամ ծերության տարիքին բնորոշ առանձնահատկությունները նրան չեն վերաբերում։ Այսպիսին է եղել նախկինում, այսպիսին կա այսօր։ Քանի որ տատը լավ զրուցանկեր է, ավելին հեչ հոգնել չունի, ինչպիսի արագությամբ աշխատում է, այնպիսի արագությամբ ու մանրամասնությամբ էլ պատմում է իր մասին, իր անցած 94 տարվա գեղեցիկ ճանապարհի մասին։ Ինչպես արդեն ասացինք, տատը երկարամյա մանկավարժ է, երկար տարիներ աշխատել է ոչ միայն Օձունում, այլ Օձունից ու մարզից դուրս։ Էնպես որ օրինակ Գյումրիում աշխատելուց հետո էլ նրա կոլեկտիվները, աշակերտները ընկեր Մարուսյանին այդպես էլ չմոռացան։ Փայլուն հիշողություն էլ ունի, որ 1000 ջահելից էլ ջահել եմ։ Ես երկար տարիներ աշխատել եմ Լենինականի Մարմաշեմ, Վահրամյա-Բերդ, Ղալիջա գյուղերում, 3 տեղ անգլերեն եմ պարապել։ Անգլերեն էի պարապում, բոլորը գոհ էին, հավաքվել էին բոլորը այդ 3 գյուղի, Լենինականին, Ղալիջան, Մարմաշենը, Վահրամաբերդը, հավաքվել էին այդ լավ կոլեկտիվները, եկել, որ իմ ծնունդը շնորհավորեն։ Կեսօրս ասել էր, ես ձեզ տուն չեմ թողել, ես ինչ գիտեմ, դուք ով եք, ինչ եք արել, ոնց եք իրան հետ վարվել, հմինքը չկա։ Ասել էր ես տուն չեմ ընդունի, թարսի նման էլ այդ օրը գիշերոտիկը չէր աշխատում, ես հեռացել էի, գնացել էի։ Եկա իմացա, վատ եղա, դե պատկերացրու 3 գյուղում աշխատել եմ, Ղալիջա, Վահրամաբերդ, Մարմաշեն։ Դրանց կոլեկտիվները հավաքել են եկել ու տենց խելոք գնացել, շատ վատ եղա։ Քեզ չեն հանդիպել։ Ես ստեղ չէ, Երևանում էի։ Չէին էլ ասել ուրա, որտեղ է։ Բայց հետո այդ լուրը հասավ ինձ, եկա կեսօրս ասի, բա տենց բան կանեն, կոլեկտիվը հավաքել է, ուրեմն կարոտած են եղել, շատ սիրեին։ Օրինակ առանձնապես բան չեմ եղել, սովորական։ Երեխեքն էլ դասին մի շշուկ չէր ալնում։ Ինչքան անկարգ աշակերտ եղել, իմ դասը չեն խանգարել։ Մի անգամ ասեցի բանը, ուսմասվարին ասի, վերաստեղ ունեմ, տուն եմ գնում, վազելով գգամ, մի քիչ ուշացա։ Երեխանցն ասի, նստում եք, որ ձեզ ոչ մեկը չիմանա, որ ես չկամ։ Խաբեցի էլի, կարող է հսկողը լի։ Հետո ինձ ասի, ինչ ես դասարանը թողել գնացել, խելոք ձեր տեղը նստում եք, որ ոչ ոք չիմանա, որ դուք ուսուցիչ չունեք դասարանում։ Ես եկա, այդ էլ թարսի նման ափսոս մահացել է, իմ ուսմասվարը գիշերօթիկի, գնացել էր, ասել էր, նա ճանապարհին գներ իրան ժամնա, ես երեխեքը ուր են, որ ձեն չկա, դուռը բաց էր արել, տեսել սենց խելոք նստած, ոչ մի ձեն չկա։ Ասավ մալադեց։ Ազդեցիկ, բայց ոչ խիստ ուսուցիչ է եղել Տիկին Մարուսյան։ Քանի որ տատը փայլուն հիշողություն ունի, սկսում է պատմել նաև իր ու իր սիրելի Ֆրունզիկի դեռ դպրոցական տարիներից սկսված սիրո պատմությունը։ Անհավանական սիրո պատմություն, որ դպրոցական տարիներից տեղափոխվեց ուսանողական տարիներ։ Այնուհետև ուսում ստանալուց հետո 3 տարով բաժանվեցին, որովհետև ընկեր Մարուսյան պետք է գնար Գյումրի սահմանային գյուղեր ուսուցչական ծառայության։ Սիրածն էլ Չեչնիա, բայց նրանց սերը շատ համբերող էր, հանդուրժող ու հեռավորությունից էլ ավելի թանձրացավ ու շատացավ։ Էնպես որ ծննդավայր Օձուն վերադառնալուց հետո միանգամից ամուսնացան, հաշվի չառնելով անգամ այն փաստը, որ տղայի ծնողները, մասնավորապես մայրը դեմ էր այդ միությանը։ Փաստորեն այն ժամանակներում, երբ ասում են սեր չի եղել, այդքան էլ միանշանակ պետք չէ ընդունել։ Եղել է այն էլ ինչպիսին, որ խստաբարոս կեսուրի դիմադրությանը հաղթահարել ու փառք Աստծո հաղթանակած է դուրս եկել։ Միայն թե արդեն մի քանի տարի է սիրելի Ֆրունզիկը կյանքից հեռացել է, Մարուսյայի սերը թողնելով անհասցե։ Ամուսինս շատ լավ մեր դասարանն եկավ, միասին ենք ավարտել, միասին գնացել Երևան,
Ես ընդունվեցի օտար լեզուները դիտավորյալ, ինքը ուրիշ տեղ ընդունվեց։ Բայց անընդհատ կապը պահպանում վերջին հենց հարավ։ Իսկ ձեր համատեղ կյանքը ինչպիսին է եղել։ Շատ լավ։ Ուժեղ ամուսիններ ենք եղել, լավ ընտանիք, լավ տուն, շատ լավ ամուսին ունեի, շատ վերինաշճանի, մի փոքր, որ հանկարծ մի տեղը ցավում էր էլի, մեկ էլ տեսնում էի դուրս եկել լաց է լնում։ Բայց ես իրան չէի ուզում, մայրը չէր ուզում։ Ինքը մի հատ ընտրած աղջիկ ուներ, որ ուզում էր անպայման ուզի, դե հիմա կինա, ես էլ ասում էի, գիտես ինչ, Ֆրունզիկ էր անունն ամուսնուս, ասում էի, գիտես ինչ, դու տանես ձեր տուն, ու հետո մերը չսիրի։ Դա ինչ կդառնա, դու ուր ես գնալու, դեպի ինձ, դեպի նրան ինչ ես անելու, դու հիշի, որ եթե մայրը չի սիրում, ուրեմն պետք է ուզես նրան, ով ինքը սիրում է։ Բայց այդ կինը հետո շատ վատ եղավ, թե ես ինչ սխալներ եմ գործել։ Այդ աղջիկը գնաց Թիֆլիս, մի լկտի բան դառավ, իրան հավանածը մեր գյուղից է եղել։ Ասեր ես ես ինչ անեի։ Բայց օրինակ ես գոհ եմ, մի արտակարգ չեմ եղել, շատ հասարակ, հիմի ում էլ հարցնես, որին հասցնես, մի վատ բան չի ասի աղջիկ ջան, որովհետև ես ուզեցել եմ, որ կյանքում ես իմ ծնողները հիմա չկան ոչ մամաս, ոչ պապաս, մի աղջիկ այն ունեցել, 3 հատ տղա, ընենց ելնի, որ իրանց աղջիկա համար միշտ գոհելն։ Հետո կեսուրս փոշմանեց, ասավ, ես ինչ եմ արել։ Այն աղջիկը գնաց Թիֆլիսում ման եկավ սրա նրա հետ, ասի կբերե իր էլի, քեզ կօգնիր, ասեր ես մեծ սխալ եմ արել, մահանալուց առաջ իրան համար խաղող էին բերել 2 ջութ, մի ջութը պահել էր, թե այս խաղողը Մարուսս սիրում է, գնացի ինքը հիվանդ էր, գնացի ներս մտա, ասավ են խաղողը բերեք, տվեք ուտի, ասի չէ, դու պտի ուտես, ասավ քեզ համար պահել եմ, ես իմ սխալները գնում եմ, ճանապարհի եմ, առավոտը մահացա։ Չէ, տիկին Մարուսյայի սիրտը երբեք չի չարացել, հակառակը այդ կնոջը միշտ արդարացրել է, ասում է այդպիսին էին ժամանակները, երեխաները չէ, որ պետք է իրենց համար կողակից ընտրեին, իրենք կարելի է ասել բացառիկ էին, որ համարձակվեցին դեմ գնալ բոլորին, ու փառք Աստծո Մարուսյանն էլ համատեղ կյանքի ընթացքում այնպես սիրվեց ու գնահատվեց, որ սկեսուրը հարսի արևով սկսեց երդվել, առանց չափազանցնելու շատ սիրեց ու գլխին դրած պահեց, այնպես որ ամուսնությունից միայն 4 տարի հետո երեխաներ ունեցան, բայց մի ձայն ու ծպտուն նրանց ընտանիքում չլսվեց։ Կեսուրս արել, ինչ շատ սիրել են։ Կնիկ ա եղել, ուզեցել ա, որ իրան ուզած աղջիկը, իրան տուն մտնի, իրան տղին ինքն ա պահել, ուրեմն ինքը պետք է հավաներ։ Դե հիմա իմս տենց չստացվեց, բայց հետո ինքը զգաց, որ ստացվեց հետո, որտեղ ամուսինս ոչ մեկին չուզեց, ինքը ում ասում էր հետոն եկավ, որ հասավ տեղ։ Ես տենց չէ էլի, ես միշտ գիտեի, որ իրան մայրը ինչ չի սիրում։ Դե հիմա պետք է գնաս դու մի օջախ, որ համ քո ամուսինն անդեղ ապրելու, համ իրան ծնողը չի սիրում, ամուսինը սիրում է։ Այդ ամուսինն ինչ անի։ Որին են կողմը դնի։ Դա հնարավոր չէր։ Ասում էի Ֆրունզիկ իրանը, Ֆրունզիկ ասում էի, պատկերացնում ես, մերը տենց չի սիրում։ Չի ուզում իրան տանը ես ըլնեմ։ Դու ինչ ես անելու, մորը տեսողնելու թե ինձ։ Ազնվության եմ ասում, ես երդվում։ Դե ես արդեն ինքը բաց չէր թողնում ինձ, ես չէի կարում, անընդհատ հսկում էր, ինձ էլ շատ ուզողներ կար, չէ բարձինում։ Շատ ուզողներ կային, բոլորը ընտիր։ Բայց դե ես ինքը կար, բայց մտածում էի, բա որ ես գնամ իրանց տուն, մերը չսիրի, ինչ պետք է անեմ, իրան ասում էի, ինչ ես անելու, ասում էր իմ մերը անպայման կսիրի։ Երեխաներ էլ ունեցան, լավ ընտանիք էլ, նաև հետագայում առանձին սկեսրայից մի քիչ հեռու, թեպետ նույն գյուղում ու թաղում տուն տեղ էլ ստեղծեցին, տուն, որ կառուցեց ամուսնու հետ ծանր քար քաշելով, ավելին տիկին Մարուսյան այդ տան ինժեներն է եղել, պապն էլ բանվոր տեխնիկը, ու այդպես ուսուսի տված այնպիսի մի տուն կառուցեցին, որ մինչև հիմա էլ տարբերվում է գյուղում իր արտաքին տեսքով ու հնարավորություններով, այնպես որ ժամանակին գյուղում հարսանիքների մեծ մասը ընկեր Մարուսյայի ու Ֆրունզիկի տան հարակից ավտոտնակում էր կազմակերպվում։
Սա կհիշեմ, սա հետո, ամուսինս ասարկել սա հետո, ասեց ես ուզում եմ իմ Հորաստան մոտը, որտեղ մենք ուրիշ ունեինք առել, էլի ուզում էինք նա վերցնենք պատրաստի։ Ասավ չի, ես իմ Հորաստանը, ասի դե որ դու քո Հորաստանն ես ուզում, ես էլ ուզում եմ իմ ճաշակով, ես թերթի վրա պետքա գծեմ, որը որտեղ է, ինձ ձևով է սարքում, եթե համաձայն է սկսի, եթե չէ, բայց գյուղից ով եկել է, ասում են ինժեները ով է եղել, գնանք համեցեք հիմա նայեք։ Ազնվորեն եմ ասում, ասավ ինքը պետք աներ, ինքն արել է, ինքը դասավորել է, այս ճաղերն էլ իմացա, որ միտեղ լավ ճաղերով տուն կա, ամուսինս վերցրեց տարավ, ասի դե ճաղերը հիմա դու ինքն ասարկել բոլորը, ափսոս որ հիմա չկա, ինձ էլ արտակարգ սիրում էր։ Այ այն հիմա գնանք տեսեք, ամբողջը ես գծել եմ մի թերթի վրա, ինքը կանչել է ու ոնց ուզել եմ մտածել սարքել է։ Մի խոսքով տատը բացառիկ ու ստեղծագործ կին է, ճկուն մտքով, գեղեցիկ խոսքով ու շատ շնորհքով, արժանի իր ուսուցիչ կոչմանը։ Կյանքը լավ է ապրել, լավ վայելել երեխաների ու ամուսնու հետ։ Դժգոհ չի իր ապրած կյանքից, միայն թե մի ակնթարթի պես եկավ ու անցավ, ասում է։ Ամուսնու հետ ու նաև առանց ամուսին ամբողջ աշխարհն է ոտքի տակ տվել։ Դե նախ ասում է անգլերենի մասնագետ էի, հաղորդակցման խնդիր չունեի, հետո նաև աչքաբաց կին էի, կյանքի վայելքներից օգտվելու ձևը շատ լավ գիտեի։ Ամուսինն էլ խանդոտ չի եղել, հակառակը կնոջը սրտի ուզածի ու կարեցածի չափով պտտել է աշխարհով մեկ։ Յալտայում նկարներն այ Յալտայում ոնց որ մեր էս երկիրն էր։ Այդ օրինակ ասում էի, որ ինչքան օձունի նման է, էլի Յալտան որ գնացինք։ Շատ եմ ման եկել, Կրասնոդար եմ գնացել, Լենինգրադ, Մոսկվա, Туапсе, ես իմ որտեղ եմ եղել։ Ամեն տեղ էլ ման եմ եկել։ Դուբայ ես գնացել եւ Դուբայ եմ գնացել։ Տեղ չկա որ գնացել եմ, ու այդ հիշում եմ այդ Դուբայի այդ մեծ ծառ կար։ Դրած էլի, շատ եմ ման եկել։ Գյուղի երեխա եմ էլ, գյուղում մեծացել եմ, գյուղում ապրել եմ, բայց զարմանում եմ, ասում եմ օրինակ ոնց եմ կարացել այդքան բանն անել։ Այդ էլ Դուբայից նկարներն է, ես էլ Սա էլ մեր հարևանի աղջիկն է, որ հետս տարել եմ, հետս նկարել տվել, բայց հիմա… Ես հիմա ծովում ես, տատի։ Համա։ Տեսնում ես, ես էլ որ տարել եմ Դուբայ երեխան ծմանացել բան, ուր ասես գնացել եմ։ Տիկին Մարուսյան հիմա միայն ափսոսում է, որ ապրում է մի ժամանակաշրջանում, երբ այլ է արժեհամակարգը, այլ մոտեցումները ու ինքն էլ ստիպված է ամեն օր առնչվել նոր ու իրեն խորտ արժեհամակարգի հետ։ Դրա համար էլ երբեմն նախընտրում է փակվել իր տանը, իր այգու, իր գրքերի ու հիշողությունների հետ։ Կուզեմ, որ արդար մարդիկ կլեն, գողություն չանեն, վատ բան չանեն, միշտ լավ բան անեն, իրանք էլ սովորեն ու միշտ լավ գործերով զբաղվեն, ոչ թե գողությամբ, չգիտես ինչ։ Ապրած կին եմ համարյա 100-ամյակին հասա էլի, բակին է այդքան կապրի։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։ Բայց չգնաք։